Այսօր մենք կխոսենք կամքի մասին եւ ես կխնդրեմ մեր սիրելի մշտական հատկապես ունկնդիրներին շատ ուշադրությամբ լսել այսօրվա մեր դասը, որովհետեւ այն կարևոր է յուրաքանչյուր անձի համար եւ ընդհանուր առմամբ ամբողջ մեր հասարակության։ Եվ այդպես քայլ առ քայլ փորձենք գնալ, առաջինը շատ հետաքրքիր է, որ չնայած որ ժամանակակից մարդկության պարադիգմայում է ընդհանուր առմամբ կամքի ազատությունը, այնուամենայնիվ բուն կամքը շատ հազվագյուտ է դիտարկվում։ Դեռ ավելին, չգիտես ինչու այն դիտարկվում է որպես լռելիային արկա։ Դա սուտ է եւ սխալ։ Լռելիային այն բացակա է։ Եվ ճնշող մեծամասնությամբ մենք խոսում ենք կամքի զարգացման եւ դրսեւորման մասին, այլ ոչ ընդհանրապես ի սկզբանե արկայության։ Ընդհանուր առմամբ, երբ որ մենք մտածում ենք ցանկացած գործողության արարքի համար, անհրաժեշտ է, այդպես ասած, 3 նախադրյալ։ Առաջինը դա նպատակ, կամ պատճառ, կամ ցանկություն։ Ընդ որում, նպատակը ինքը որոշակի ձևով արդեն իսկ կամքի գործոն ունի, պատճառը կարող է չունենալ։ Իհարկե, ընդհանրապես կամքի գործոն։ Երկրորդը դա էներգիան է, եւ երրորդը դա կամքն է։ Իսկ երբ որ մենք 3-ը դիտարկում ենք, արդեն մի քիչ ավելի հասկանալի է դառնում։ Եվ երբ որ մենք խոսում ենք մոտիվացիայի մասին, մենք մեր դաշտում, որովհետև ընդհանուր առմամբ ժամանակակից գիտության հոգեբանության մոտեցումները այս հարցի շուրջ մեզ չեն հետաքրքրում։ Մեր մոտեցումը այլ է, մեր մոտեցումը մեր պարադիգման ու ուսմունքի պարադիգման է։ Ըստ այդմ մեզ հետաքրքրում է այն ամբողջը, ինչ որ նպաստում է զարգացմանը։ Եվ մեր տեսանկյունից մոտիվացիան մենք անվանում ենք ոչ թե զուտ նպատակադրումը, այլ նպատակադրումը, գումարած էներգիա, գումարած կամք։ Այս ամբողջը մենք անվանում ենք մոտիվացիա։ Եվ առանց այս 3-ի այլևս ոչ մի բան չի աշխատում։ Եվ հիմա փորձենք քայլ առ քայլ դիտարկել, իսկ եթե այդ եթե հարցերը կարող են բազում լինել, բնականաբար։ Եվ այդպես եթե մենք նայում ենք, օրինակ, եթե չկա կամք, կամ եթե չկա պատճառ, ապա պարզ է, որ չկա նաև իմաստ եւ պատրաստակամություն, որևէ ձևով լարելու կամքը։ Այսինքն կամքը փոխկապակցված է նաև հենց բուն նպատակի հետ կամ բուն պատճառի, որ կա, որ կարող է բխել ոչ թե մարդու ներքին ցանկությունից, այլ պատճառներից, արտաքին պատճառներից օրինակ։ Կարող է լինել հարցը, որ լավ, իսկ եթե չկա էներգիա եւ չկա կամք, արդյոք արարքներ չեն արվում, իհարկե արվում են ավտոմատի վրա եւ բնականաբար հենց դրա պատճառով էլ մենք բարբերաբար բոլոր մակարդակներում, բոլոր շերտերում, ոչ միայն մենք, այլ ընդհանրապես մարդիկ խոսում են զոմբիների մասին։ Այսինքն, եթե կա որոշակի ձևով նպատակ կամ ցանկություն կամ պատճառ, բայց չկա կամք եւ էներգիա, այնուամենայնիվ գործողությունը արվում է, մենք խոսում ենք ավտոմատ կյանքի մասին, որը որ խիստ բացասական է բնականաբար։ Երրորդ հարցը կարող է լինել, որ լավ ենթադրենք կա պատճառ կամ ցանկություն կամ նպատակ, բայց էներգիա չկա։ Չկա բավականաչափ էներգիա, որպեսզի դա իրագործվի։ Եվ այստեղ մենք գալիս ենք ամենահետաքրքիր պատասխանի։ Կամքը ցանկացած պարագայում լավագույն ամենահզոր էներգիայի աղբյուրն է, եւ կամքը կարող է արտադրել էներգիա նույնիսկ այն ժամանակ, երբ որ ֆիզիկական մակարդակում անգամ այն չկա։ Եվ այստեղից մենք վերջի հարցն էլ դիտարկում ենք եւ անցնում ենք ամենակարևոր պահի, եթե չկա կամք, կա ենթադրենք էներգիա, կա նպատակ, բայց կամք չկա, ոչինչ այլևս չի աշխատում։ Կամ նորից աշխատում է ավտոմատ մակարդակում։ Սա այդ ընդհանուր առմամբ մոտեցումն է կամքի հանդեպ եւ երբ որ մենք մտածում ենք ընդհանուր առմամբ որտեղից վերցնեն մարդիկ էներգիա, ապա իհարկե աղբյուրները բազում են, տարբեր են նաեւ ճանապարհները, տարբեր են զարգացման ուղիները, տարբեր են մարդկանց ցանկությունները, պատճառները, նպատակները եւ այլն, բայց այդ ամբողջը հնարավոր է ուղղել այլ ձևով։ Կամք դնելով ամեն ինչի մեջ եւ այդ ժամանակ կլինի եւ էներգիա եւ որոշակի ձևով շատ ավելի խորքային մակարդակում կարող է առաջանալ ճիշտ նպատակ։
Սա մեր այսօրվա դասի առաջի հիմնասյունն է։ Հիմա փորձենք առաջ գնալ։ Իսկ ինչու մենք ընդհանրապես խոսում ենք կամքի մասին։ Այսինքն, նայեք, երբ որ մենք տարբեր մեր դասերի ժամանակ անընդհատ նորից ու նորից գովերգում ենք մոտիվացիան, որը ոչ արդեն բացատրեցի, մենք դիտարկում ենք որպես նպատակադրում պլյուս էներգիա պլյուս կամք։ Հիմա եթե այդպես դիտարկում ենք, ապա ինչու է կարևոր կամքը, եւ այստեղ մենք գալիս ենք ամենակարևոր դարժին, որովհետեւ մենք ամբողջ կյանքում պայքարում ենք առաջին հերթին մեր հիմնական թշնամու դեմ, որը մեր էգոն է։ Եվ ինչու։ Որովհետեւ էգոին բնորոշ են մի շարք հատկանիշներ, որոնց հաղթահարումը անհրաժեշտ է ընդհանրապես զարգացման համար եւ մասնավորապես յուրաքանչյուր նպատակին հասնելու համար։ Ինչու։ Եսը ծույլ է։ Ինչու է ծույլ։ Որովհետեւ այն բնազդի մակարդակում հակված է անընդմեջ պահպանելու իր էներգիան եւ հանկարծ ոչ մի բանի վրա չծախսելու այն։ Եսը անտարբեր է արտաքին բոլոր խնդիրների հանդեպ։ Ինչու։ Որովհետև այն հասկանում է բնազդի մակարդակում նորից, որ պիտի պաշտպանվի ցանկացած արտաքին վտանգներից եւ հանկարծ ստրեսներ չունենա, նորից բնազդի մակարդակում։ Եսը մշտապես կարծրատիպային է։ Ինչու, որովհետև նույնիսկ եթե զարգացման ընդհանուր կրթության ավելի շուտ կրթական մակարդակը բարձր է, այնուամենայնիվ այն մտածում է միայն կարծրատիպերի շրջանակներում։ Ինչու, որովհետև ոչ դոգմատիկ եւ ոչ կարծրատիպային մտքերը կարող են հանկարծ նոր ընկալումների բերել, իսկ որևէ նոր ընկալումները այլևս մերժվում են եսի կողմից, որտեղ նորից բնազդի մակարդակում ընկալվում են որպես վտանգավոր։ Եսը մշտապես իներտ է։ Ինչու, որովհետև այն որևէ ձևով պատրաստ չէ ծախսել էներգիա այլ բանի վրա։ Եսը ինքնահավան է, որովհետև ցանկացած պարագայում ինքը չի տեսնում անգամ այլ բան, քան իր եսը։ Եվ դրա համար միակ բանը, որ ընկալում է, դա ցանկացած պարագայում բռնվել սեփական կարծիքից եւ որևէ փոփոխություն չունենալ նորից, որովհետեւ բնազդի մակարդակում այն դիտարկում է վտանգավոր։ Մենք կարող ենք էլի այդպես թվարկել։ Ինչ է եսը։ Եսը ցանկացած պարագայում տարված մթագնություններով եւ խրված է բարդույթների մեջ, բայց քանի որ չի ուզում ընդունել սեփական խնդիրները եւ բարդույթները, դրա համար փորձում է անընդմեջ բոլորին ապացուցել իր մեծագույն արժեքը իր կարծիքով։ Սա է եւ ընդհանուր էլի մի շարք այլ խնդիրներ։ Հենց այս թշնամու դեմ մենք պետք է պայքարենք, որպեսզի որևէ արդյունք լինի մեր կյանքում։ Ոչ միայն ուսմունքի, այստեղ շատ կարևոր է, որ եսին բնորոշ է նաև ասել, որ լավ, հոգևոր ուսուցիչ է, ուսմունքի մասին է խոսում, իսկ ես ուսմունքի մասին չեմ խոսում։ Ու ես ասում եմ, ինչ ուսմունք։ Մեզ այդպես էլ է շատ լավ։ Ինչի համար անպայման պիտի լինի հավատ կամ երկնային ճանապարհ եւ այլն։ Կամ ես ասում եմ, այս ուսուցիչը լավը չի։ Շատ պահանջկոտ է, շատ ինչ-որ բաներ է ասում եսի դեմ պայքարելու եւ այն ոնց դեմ մեր դեմ պայքարելու եւ էլի պարփակվում է։ Կամ ինչպես շատ հաճախ է լինում, ես ասում եմ՝ մի րոպե, այս ուսմունքը ոնց որ շատ պահանջատիրական ուսմունք է, իսկ կարող է մենք այլ ձևով դիտարկենք։ Շատ խորհրդանիշներ կախենք մեր վրա, մեզ հրճակենք ուսմունքի մեծ կարգի հետևորդ, անուն ինչ որ ստանձնենք եւ այդպես շարունակենք գնալ։ Ու կամ այլ տարբեր բաներ, որովհետև եսի հնարքները ցավոք սրտի շատ հզոր են եւ ցավոք սրտի այս աշխարհում ամենահզոր աճբարարը հենց եսն է։ Ըստ այդմ մենք սկսում ենք մտածել լավ։ Ուրեմն գալիս ենք դրան, որ հենց կամքը հիմնական անհրաժեշտ որակն է ուղով գնացողի համար եւ ընդհանրապես ցանկացած մարդու անհրաժեշտ, բայց իհարկե ոչ բավարար։ Սա մեր երկրորդ հիմնասյունն է եւ այստեղից մենք գալիս ենք հասարակության մակարդակի, որովհետեւ ինչպես անձի մակարդակում, այդպես էլ հասարակության մակարդակում կամքը շատ առանցքային է։
Հասարակության մակարդակում մենք ասում ենք ինչ է կամքը։ Դա ունակություն է բխեցնել սեփական մտքերը, հույզերը եւ արարքները խղճից, բարոյական արժեքներից, պատասխանատվությունից, այլ ոչ երբեք արտաքին զուտ վտանգներից կամ արտաքին վարակից, որը շատ տարածված է։ Եվ լավագույն օրինակը կարող է լինել այն տխրահռչակ կովիդի պատմությունը, որի ժամանակ մարդիկ իսպառ կորցրել էին կամքը եւ շարժվում էին այն վարակի, հոգեբանական վարակի շրջանակներում։ Դա ցավալի է, բայց ինչպես է լինում, հենց այդպես, որ մարդ հրաժարվում է գործածել կամքը տրվելով սեփական եսի կապանքներին։ Ըստ այդմ մենք ասում ենք հասարակության մակարդակում կամքը դա պատրաստակամություն է ստանձնելու մարտահրավերը եւ նետելու մարտահրավեր։ Դա պատասխանատվություն է բոլոր մակարդակներում եւ դա պատրաստակամություն է գնալ ի հեճուկս վտանգների, գնալ ի հակառակ ընդհանուրի կարծիքի եւ որևէ ձևով անգամ չդիտարկել արտաքին վտանգները, այլ միայն սեփական խղճի եւ բարոյական վեհագույն արժեքների պարտադրանք։ Ըստ այդմ, մեր նախորդ դասի, երբ որ մենք խոսում ենք երգի մասին, որպես անհրաժեշտություն, որպես էներգիայի աղբյուր ընդհանուր պայքարի համար, ապա հենց այստեղ է հիմնական մեխը։ Կամքը կարող է առաջացնել երգ։ Առանց կամքի երգ չի կարող առաջանալ։ Առանց կամքի երգը ոչ այլ բան է, քան պարզապես սովորական ջղայնություն կամ թույն, որը վտանգավոր է եւ քայքայում է հենց ինքը մարդուն, որ դա զգում է։ Բայց կամքը դարձնում է երգը հենց այն էներգիա, որ անհրաժեշտ է պայքարի համար։ Եվ այստեղից հետաքրքիր մի բան եւս։ Տիբեթերենում, երբ որ մենք դիտարկում ենք կամքը, մի շարք բառեր են օգտագործվում, բայց առանցքային ամենատարածված բառը մենք ասում ենք սրտի ոսկորներ։ Եվ հետաքրքիր է, որ հայերենում, երբ որ որևէ մարդու մասին մենք ուզում ենք ասել, որ կամք չունի, մենք ասում ենք անողնաշար է։ Եվ դրա համար նայում ենք հիմա շուրջը եւ տեսնում ենք անողնաշար ճնշող մեծամասնություն էակների, որը որդեր են, սլիզիններ եւ այլն։ Սա է եւ հենց այդ պատճառով էլ մեր երկրում շարունակում է տիրել չարիքը։ Սա էլ հասկանալով հանդերձ կարող է հարց առաջանալ, իսկ ինչպես այդ դեպքում զարգացնել կամքը։ Եվ որոշակի ձևով, երբ որ վերընթերցում էի մեր թեզիսները, թեզերը ընդհանուր մեր դասերի, մտածում էի, որ պարբերաբար տարբեր ժամանակներում մենք նորից ու նորից անդրադառնում ենք հարցի, ինչպես վերջապես զարգացնել կամքը, եւ պատասխանները շատ կարող են լինել։ Կարող է լինել պատասխան, որ օրինակի համար կարող են լինել արդյոք արտաքին այդպիսի պայմաններ, որոնք որ նպաստում են կամքի առաջացման։ Կարող են, բայց այդ նույն պայմանները կարող են նաև անել հակառակը, կարող են խեղդել կամքի այդ փոքր ծիլերը։ Ցավոք սրտի այդպես։ Մենք կարող ենք ասել օրինակները նպաստում են կամքի զարգացմանը եւ վերջի 6 տարվա ընթացքում մենք անընդմեջ ջանում ենք առնվազն գոնե կամքի օրինակ լինել մեր հասարակության համար։ Կարող են առաջանալ նաև կարգապահության շնորհիվ եւ կարգապահության շնորհիվ հիրավի կամքը զարգանում է։ Կարգապահության մեջ մտնում է այդ տարբեր սահմանափակումներ, որոշակի ձևով ամոթ, որովհետեւ ամոթի զգացողությունից եւս կարող է առաջանալ կամք եւ հրաժարումները, տարբեր մակարդակներում հրաժարումները, ու ըստ այդմ ուխտերը, մարդ ստանձնում է ուխտ ու դրանից հետո այլևս առնվազն, որովհետև ուզում է հավատարիմ մնալ սեփական ուխտին, առնվազն դրա համար այլևս առաջացնում է կամք իր մեջ։ Սա այն դասական մոտեցումներն են։ Երբեմն մի քանի դասի շրջանակներում մենք հիշատակել ենք ճապոնական հայտնի Կուֆուն։ Այն մակարդակը, որում որ դու սպառել ես քո բոլոր հնարավոր միջոցները, դու այլևս հնարավորություն չունես իսպառ առաջ գնալու, բայց հենց այդ ժամանակ կամքի առաջացման շնորհիվ դու կարող ես ճեղքել չարիքը վերջնական։ Դա հենց այն
այդպես էլ որ չկարողացանք թարգմանել, բայց գաղութների, այսինքն բանտի տերմիններով ասած բայբեկնարևոք, այսինքն երբ որ դու փախչում ես այն վերջի ճիթերով, բայց այս բարագայում ոչ թե փախչում ես, այլ գնում ես առաջ, վերջին ճիքով, դա նմանն է մարտի դաշտում հերոսությանը, դա նման է այն պատմության ընթացքում եղած եւ մշտապես մեր կողմից որպես հերոսություն դիտարկվող օրինակների, որ ընդհանրապես հնարավորություն չունենալով միայն սեփական կամքով մարդիկ կարողանում էին հասնել հաջողությանը եւ մենք հավատում ենք, որ դա մշտապես հնարավոր է եւ դրա համար միակ բանը, որ մենք կարող ենք, դա հանդգնել պայքարել, հանդգնել առաջացնել կամք, որը մեր սրտերում իրականում արկա է, գոնե նրանց սրտերում, ովքեր չեն ուզում հանձնվել։